Անդրադառնանք ուրեմն եւս մեկ վատ լուրի այսօր առավոտյան էլի տեղեկատվություն ստացանք, որ Նուբարաշենում ինքնաշեն սարքած պարանի միջոցով կախվել ինքնասպան է եղել 73 թվականին ծնված Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, այո, հերթական կալանավորը, այն քրեակատարողականի պետին տեսել եք, այն մի հատ Ժուկով, ադմիրալ Ժուկովի գողական պախոտկայով մի հատ կնիկ է, լսի տիկին, այդ ինչ որ հայելու առաջ որ տրինիրովկա ես անում, որ պախոտկատ Կուտուզովի կամ ադմիրալ Ժուկովի ելնի, դուք նման եք Եռալաշի զավեշտի, մի հատ տեսել եք արդարադատության նախարար, ինչա կատարվում, նայել եք, հաշվել եք, մի հատ նայեք այդ քրեակատարողական պետի կնոջ պահվածքը, երևի հայելու դեմը տրենիրովկա է անում, որ ասի ամենամեծ գողը ես եմ, դիկին, այդ քո գողական պահվածքը, այդ քո գողական քայլվածքը, ես չգիտեմ, հասկանում ես այդքան թե չես հասկանում, ծիծաղելի է, դու նման ես Եռալաշի տելեպուզիկի, մի հատ նայեք տեսեք, թե քրեակատարողական հիմնարկներում արդեն քանի 10-րդ ինքնասպանությունն է։ Հետույքը ճղում ասում էր չգիտեմ, լացում էր բոմժ, լացում էր Զարուհի Փոստանջյանի բանը փեշերից կախված մի գնա, ես իմ ինչա կատարվում, բա քո օրոք ինչա կատարվում։ Ամեն շաբաթ մեկը կախվում ու ինքնասպանություն է գործում։ Քրեակատարողական հիմնարկներում զարհուրելի վիճակ է, ինչ որ գողական բարքեր ա տիրում ադմինիստրացիայի կողմից։ Սրբուհի Սասանյանը ինչա հետի։ Մի հատ դրան, բա այդ քրեակատարողականի պետին նայեք։ Ես այն օրը նայել եմ դրա քայլվածքը, ինձ թվաց արհեստական ինտելեկտով սարքած մեմա, պարզվում է, այս կնիկը իրան դրել է նենց վիձիծիլի գողական չուվիխի տեղ, չուվիխա է, էլի, դրա պահվածքը, մի հատ դրա քայլվածքը, մի հատ գնա քեզ հայլու մեջ նայի, մի հատ գնա նայի տես քրեակատարողականներում ինչա կատարվում, տես ոնց են նվաստացնում կալանավորներին, մի հատ բացի միջազգային կոնվենցիա կարդա, որ մարդը եթե իր կատարած պատժի համար կրում է, հանցագործության համար պատիժը կրում է, նրան այլևս չպիտի նվաստացներ, բա այս ինքնասպանությունների թիվը քեզ չի մտահոգում, այ գողական պախոտկայով քրեակատարողականի պետ։ Հետո ինչ որ Նիկոլա ատում է տղամարդկանց, բարդույթ ունի ուժեղ տղամարդկանց հանդեպ եւ հատուկ բերում է տարբեր բարձրաստիճան պաշտոնյանի կնիկների աննշանակում։ Դա ձեզ թվում է ձեր արժանինքների համար է, չէ, դա Նիկոլի բարդույթների, նաեւ ձեր չարժանինքների համար։ Այո, դա Նիկոլի բարդույթն է, ինքը ատում է ուժեղ տղամարդկանց եւ դրա համար ուզում է, որ գեներալները չես տան գողական պախոտկով ինչ որ չուվիխների, դուք հասկանում եք, որ ձեր պատիժը օրենքի առաջ, այդ ձեր ամենաթողության, որ ամեն շաբաթ քրեակատարողականում մի հատ կատաստրոֆա է տեղի ունենում, ձեր պատասխան տալու ժամանակը գալու է։